Իր մանկությունը անցել է բոլորիս աչքի առաջ։ 90 ու ավել կիլոգրամ կորցրել եմ, զանգեցի ձեզ, բայց քնած մնացի հետո։ Դու բավականին վառաստ ղեիր մանկական հասակում։ Ուզում հասկանամ, ինչ պատահեց, ինչու եթերից դուրս եկաք։ Ես ուրիշ կյանքով էի ապրում։ Նախընտրեցի ավելի շատ զբաղվել կրթությամբ եւ շարունակել արդեն բիզնես բնագավառում։ Ինչպես փոխվեց քո կյանքը բարիատրիկ վիրահատությունից հետո։ 4XL-ը սարքելով L, XL, M, դու այդ կայֆը սկսում ես բռնել։ Մաքրում եմ 5-ից 6 ժամ, առաջվա 12-ից, ասենք 14 ժամի փոխարեն։ Եթե դու հանդիպեիր այն Միկային մինչև վիրահատությունը եւ այս ճանապարհ անցած Միկային, որը որ արդեն տարի 3 ամիս ասացիր, որ վիրահատվել է, ինչ կասեիր։ Իմ հագով իմ ուզած հագուստը պարտադիր արկա լինելու է։ Մեզ ապրում եմ այնպես, ինչպես ապրում են բոլոր մնացած մարդիկ։ Բարև ձեզ։ Այսօր իմ հյուրն է Միկան։ Կարծում եմ իրեն բոլորդ կհիշեք, քանի որ իր մանկությունը անցել է բոլորիս աչքի առաջ։ Ողջույն Միկա ջան։ Բարև ձեզ դոկտոր ջան։ Ոնց եք։ Փառք Աստծո, լավ, դեպի ավելի լավին ենք ցկտում արդեն։ Միկա ջան, հիշում ես մեր առաջին հանդիպումը ոնց եղավ, ինչպես եղավ որ եկար ինձ մոտ։ Դες սկսեց նրանից, որ ուզում եի վիրահատվեի, առաջ անգամ զանգեցի ձեզ, բայց քնած մնացի հետո չկարողացա գամ։ Երկրորդ անգամ արդեն միանգամից մայրիկից հետ եկանք կոնսուլտացիայի ձեզ մոտ ու որոշվեց, որ պետքա վիրահատվենք ամեն պարագայում։ Միկա ջան, մենք քեզ հիշում ենք բոլորս եթերից, երբ որ դու բավականին վառաստ ղեիր մանկական հասակում։ Ուզում հասկանամ, ինչ պատահեց, ինչու եթերից դուրս եկաք։ Պատմիր, թե ինչպես փոխվեց քո առօրյան եւ կյանքը։ Զուտ փոխվեց այն տեսանկյունից, որ դասապատրաստումներս չէի հասցնում փոքր տարիքում ու որ կրթությունս չտուժի, նախընտրեցի ավելի շատ զբաղվել կրթությամբ եւ շարունակել արդեն բիզնես բնագավառում։ Ինչ սովորեցրեց քեզ բարիատրիկ վիրահատությունը կամ ինչպես փոխվեց քո կյանքը բարիատրիկ վիրահատությունից հետո։ Շատ փոխվեց իմ կյանքը դոկտոր ջան բարիատրիկ վիրահատությունից հետո, բայց ինչ սովորեցրեց եւս սովորեցրեց, որ պետքա ամեն մեկս մեր կամային հատկանիշների վրա ավելի շատ աշխատենք։ Երբ որ դա չի ստացվում մեր մոտ, դիմում ենք բարիատրիկ վիրահատության ու արդեն սկսում է մեր երկրորդ этаպը, որ այդ կամքը սկսում ենք զարգացնել։ Եթե հիշում եք մեր առաջին հանդիպումը, ասացիք Միկա ջան, դու կվիրահատվես 2-3 տարի հետո, եթե ուղեղդ չփոխվի, այո, ես շատ լավ հիշում եմ։ Հիմա էլ կարող եմ կրկնել, այո, որ մենք պետք է 2 տարի հետո ձևավորենք այն կուլտուրան, որը որ մարդուն հնարավորություն է տալի, որ առողջ ապրելակերպով զբաղվի, սպորտով զբաղվի եւ պահպանի։ Իմ երկրորդ հարցն էլ կամ ավելի ճիշտ հաջորդ հարցը հենց այդ է, որ ինչպիսի բաներ փոխվեց քո կյանքում, ինչպես սկսեցիր քո կյանքը դասավորել։ Կասես, ինչը փոխեց բարիատրիկ վիրահատությունը քո կյանքում, ինչ սովորություններ ձևավորեց։ Դե կյանքի ռիթմը առաջինը փոխեց դոկտոր ջան։ Երկրորդը քնկոտությունը վերացրեց, այսինքն ես հիմա քնում եմ 5-ից 6 ժամ, առաջվա 12-ից, ասենք 14 ժամի փոխարեն։ Ու վերադարձրեց կյանքի ռիթմի մեջ, այսինքն ունենում ես բուրըն առօրյա 16 ժամյա առօրյա լիարժեք կարող ես ունենաս առանց հանգստանալու։ Շուտ մոտ երբ 14-15 տարեկան էի, հաճախում էի սպորտային ակումբ լավ մարզիչ ունեինք, էլ ինքը 50-ին մոտ տղամարդեր ասում էր պետքա սպորտով զբաղվելու ընթացքում կներեք ոչ եթերային արտադրությունը կայֆ բռնես, էլի։ Հա։ Երբ որ վիրահատվում ես ու սկսում ես նիհարել, ամեն ամիս քեզ փոխելով, քո 4XL-ը սարքելով L, XL, M, դու այդ կայֆը սկսում ես բռնել։ Երբ որ դու սկսում ես արդեն պարապել, մկանային մասը ես սկսում հավաքել, դա կրկնապատկվում է, եռապատկվում է։ Իսկ հիմա զբաղվում ես սպորտով, Միկա ջան։ Հիմա նույնպես զբաղվում ես սպորտով։ Իսկ գաղտնիք, եթե գաղտնիք չէ, որքան կիլոգրամներ ես դու կորցրել այս ընթացքում եւ ինչքան ժամանակ անց է վիրահատությունից։ Մեր վիրահատությունից անցել է կներեք մոտավորապես տարի 3 ամիս։ Ահա։ Մոտավորապես 90 ու ավել կիլոգրամ կորցրել եմ ու սպորտով ու ռիթմային կյանքով ապրելով դու չես կորցնում քո էներգիան, չես կորցնում քո առօրյան։
Այսինքն դու լիցքավորվում ես ամեն օր, երբ որ դու քնից արթնանում ես եւ քո օրը հագեցած է լինում, դու չես զգում այդ քո քաշի կամ էներգիայի կորուստը, որովհետեւ վիրահատությունից հետո քո մասան քչանում է ու դու նիհարում ես քո մասայի կորելու հաշվին, այսինքն քո օրգանիզմը սնվում է այդ մասայից ու լինում է թուլություն, տարբեր դեֆեկտներ չասեմ, տարբեր զգացողություններ, որ անսովոր է քո օրգանիզմին, բայց երբ որ քո օրը հագեցած է ալնում, դու քո սննդակարգը ճիշտ պահում ես, այդ հոգնածությունը կամ այդ էներգիայի կորուստը դու չես զգում, այլ հանգիստ շատ հեշտ կարողանում ես բալանսավորել, գտնել այն քո ոսկե միջինը, որով կարող ես քիչ քանակով սնունդը ստանալով էներգիան տեղը պահել եւ ավելի շատ էներգիա ունենալ։ Ես վիրահատության 3-րդ օրը երբ դուրս գրվեցի, 4 օրվանից վերադարձել եմ իմ առօրյա կյանքին։ Եթե դու հանդիպեիր այն Միկային միջև վիրահատությունը եւ այս ճանապարհ անցած Միկային, որը որ արդեն տարի 3 ամիս ասացիր, որ վիրահատվել է։ Ինչ կասեիր այն Միկային։ Երկու բան կասեի։ Առաջին, որ ոնց որ դուք մեր առաջին հանդիպմանը նշեցիք, պետք չի հասնել այն ստադիայի, որ գնաս վիրահատության, բայց եթե հասել ես, պետքա այն կամ այն հատկանիշները դրսևորես, որ քո ժամանակը, որը դու ծախսում ես քո վիրահատության, քո այդ վիրահատական շրջանի վրա, չվերադարձնես նույն կետին։ Շնորհակալություն, քանի որ մենք մոտենում ենք մեր հաղորդման ավարտին, Միկա ջան, մենք ունենք բլից հարցեր պատրաստված, որին կուզենայի պատասխաներ։ Միտքը այսպես է, ես կասեմ առաջին նախադասության առաջի մի քանի բառերը, դուք պետք է միտքը շարունակեք։ Եթե դեմ չեք, անցնենք մեր բլից հարցերին։ Գնացինք։ Միշտ ուզում եմ հիշել, որ մտնելով խանութ իմ հագով իմ ուզած հագուստը պարտադիր արկա լինելու է։ Լավ, ամենաշատը շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ եւ իմ մայրիկից, որ այս ամբողջ ընթացքում իմ կողքը եղավ, ինձ ոգեշնչեց եւ ինձ ուղղորդեց դեպի ձեզ, դեպի վիրահատություն, դեպի նոր կյանք։ Ես էլ եմ շնորհակալ։ Մի օր ես անպայման կհասնեմ իմ իդեալական տեսքին, որ ձգտում եմ։ Մինչև վիրահատությունը ես ուրիշ կյանքով էի ապրում։ Հիմա ես արդեն Մեզ ապրում եմ այնպես, ինչպես ապրում են բոլոր մնացած մարդիկ։ Միկա ջան, շնորհակալ եմ քո վստահության համար, շնորհակալ եմ նաև այսօրվա համար, որ քո ժամանակը տրամադրեցիր եւ մեր հետ շատ հաճելի գեղեցիկ զրույց անցկացրեցինք, շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն դոկտոր ջան, ձեր այդ ամեն շփումից նույն էներգիաներով լիցքավորվում եմ, ինչքան շատ հանդիպում եմ ձեզ, այնքան շատ եմ ուզում ավելի շատ ձեր հետ ընկերություն անել։ Շնորհակալ եմ, շնորհակալություն։ Առողջ եղեք։